Եթե կար չկար, խնդրեմ, տիկինը բացատրի։ Ճշտես ոնց որ կար։ Ես ճշտեցի, իրավունք կար, բավեր ծրար էր։ Հյաթերթիկն էլ հետ։ Պետք է ամեն ինչը լինի։ Իսկ որն է։ Ոչ թե ոնց որ սահմանված է, որտեղ պետք է կկպնի, հա։ Թե չէ մարդկային կամքը թելադրելը, ես չի թվում էլի, որ օրենքի մեջ ներառված է։ Թե չէ եթե տեցա, մարդ պետք է իր կամքը թելադրի օրենքի շրջանակում։ Օրենքի լիազորությունից դուրս կամք թելադրելը, ես չէ օրենսդրությունից դուրս է։ Լոգիկան աշխատում է, օրենքը կազմակերպությունը։ Всё, հասկացա։ Այսինքն հաշվարկելիս է Հա, կհամարվի վավեր, այո։ Այսինքն իբր մի 10 հոգի էլ տես կարա անի։ Չէ, արդեն Դե այսինքն տարբերություն դնենք։ Դե տեսեք, 20 րոպեվա մեջ, 15 րոպեվա մեջ։ Արդեն երկու տարօրինակ դեպք ունեցանք։ Առաջինը կբարձրաձայնեք եթե դուք։ Իսկ երկրորդ տարօրինակ դեպքն է։ Դե հիմա որ բոլորը սպասում ենք, թե արդյոք տենց ճշտեցի, չէ։ Իսկ այն առաջի դեպքով քիչ ճշտեցիք։ Առաջի դեպքում ես տարօրինակ ոչինչ չճշտեցի։ Նորմալ է։ Ընտանյոք հանդերձ որ ընտրություն են կատարում նորմալ։ Հարգելի վստահված անձիկ, խնդրում եմ, ուշադրություն եք դարձնում տարեց մարդկանց։ Տատիկ, պապիկ, կամ չգիտեմ։ Ովքեր խնդիր կունենան ճիշտ կողմնորոշվելու ընտրություն կատարելու հետ կապված, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ 2-3 դեպք արդեն սենց ոնց որ արձանագրել։ Եթե օգնության կարիք ունի, օրենքով սահմանված կարգով հարազատական նոր ընտրի։ Ոչ թե տղեն անի իր ուզած քվեաթերթիկը տա ծնողը դեպի ծրարի մեջ։ Նման դեպքում Նկատել եմ, այո։ Դուք էլ ստեղ եք այդ ժամանակ, եթե միացրած եղեք, արագ 15-ից 7 րոպեից մինչև 15-ից 15, դե կֆիքսեք։ մոտեցեք քվեատություն ձեռնտրությունը կատարեք։ Հետո նորից 3 անգամ զուշացրեք։ Իսկ այդ դեպքում որ չեն լսում ինչ են անում։ Քանի անգամ ես ինքս մոտեցա, ասեցի մոտեցեք այնտեղ, թող ձեր անձը հաստատող պաստատող իրենց, բայց 3 անգամ զգուշացրեցինք մենք իրենց, այնպես չի, որ նախագահն ու մնացածը չեն զգուշացրել։ Իսկ եթե զգուշացնում եք, զգուշացնելուց հետո Բայց չեն ինքը չգնաց, չէ՞ իրա։ Ասում եք տղեն հանեց թուղթը տվեց ծնողին, ծնողը դրեց պապկի մեջ գցեց։ Ումա պետք ձեր զգուշացնել։ Ումա։ Բայց քանի անգամ էլ ասվել, որ մոտեցեք։ Հա, նման դեպքերում ինչ են անում։ Նման դեպքերում ինչ են անում։ Համաբերը ճանաչում։ Դե հիմի ասեցինք, հա։ Դե հիմի չասեցիք, ես ինքս ասել Ես էլ ասեցի։ Դեպքերում համաբեր եմ ճանաչում։ Նույնը սենց դեպքում։ Օրենքը հավասարա բոլորի համար։ Հարցը մերը ձերը չի։ Ուզում է 7 լի, ուզում է Ոչ 6 մեկ այդտեղ մերի ձեր չի։ Ես կստացական չեմ։ Դե արեք սենց պայմանավորվում, կամ չգիտեմ զանգել ձեր վերադասնա ով։ Դու ասի նման դեպքերում, որ քաղաքացին չի լսում։ Ինչ անենք։ Տարիք հարգենք, ձեն չհանենք, խաթեր անենք, ո՞նց անենք։ Հիմա իմացեք, որ հասկանանք սրանից հետո բարձրաձայնենք, թե չբարձրաձայնենք։ Մենակ։ Էդիով։ Միակ պապիկ էր այստեղ։ Ես էլ իմացած միակ պապիկի հետ չեմ, ես էլ իմ իմացած մի այլ տատիկի հետ եմ։
մի քանի, սեյֆի մոտ մի քանի։ Մի քանի հատ Էլա չքան ոչ։ Հիմա ես եթե տուփի մոտ կանգնած չլնեի, այդ ամեն ինչը չէի կարա տենայի։ Ինձ խեն տուփից հեռացնում։ Խի։ Որովհետև տեղի ունեցավ եմ, որ պիտի տեղի չունենա։ Գտնվել քվյա խցերին։ Խցերին հա, բայց տուփին Տուփի մասին չի խոսքը, քվյա խցի մասին է, որ քվյա խցին չի կարելի մոտենալ, մոտենում է այն անձը, ով գրանցված օգնող է։ Բայց կան դեպքեր, որ մենք ընտրողին առաջարկում ենք, եթե ունեք օգնության կարիք, մենք կարող ենք ձեզ թույլատրել օգնող հրավիրենք։ Իրենք բերեն իրենց հետ օգնողի, ով կգրանցվի մեզ մոտ եւ կօգնի առանց խնդրի։ Հրաժարվում են մարդիկ, մենք չենք կարող քաղաքացուն պարտադրել։ Եթե մարդը հրաժարվում է, մենք չենք կարող պարտադրել, չէ, դու պիտի օգնող բերես։